Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ձևավորված երկարամյա եւ սերտ համագործակցությունը թե երեխաների իրավունքների պաշտպանության, թե աղետների ռիսկերի կառավարման ոլորտում, որի արդյունքում մի շարք արդյունքներ են գրանցվել։ Ներկայացնելով ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումները, Արփինե Սարգսյանը մասնավորապես ընդգծել է օրենքի հետ առնչվող երեխաների հետ ճիշտ աշխատանքի կարևորությունը, դպրոցներում երեխաների համար անվտանգ միջավայրի ձևավորումը, աղետների ռիսկերի կառավարման տեսանկյունից նրանց համապատասխան գիտելիքներով վերազինումը եւ ծառայողների կարողությունների զարգացումը։ Քրիստինե Վայգանդը շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար ընդգծել է արդյունավետ փոխգործակցության շարունակականության կարևորությունը ոչ միայն հանցավորության, իրավախախտումների կանխարգելման շրջանակներում, այլև աղետների ռիսկերի կառավարման, փախստականների ինտեգրման եւ մի շարք այլ հարցերում։ Քննարկվել են համատեղ իրականացվելիք մի շարք ծրագրեր, ընդգծվել է, որ առաջիկայում կմեկնարկեն համայնքային ոստիկանության ղեկավար կազմի վերապատրաստումները, որը թույլ կտա անչափահասների հետ տարվող աշխատանքների նոր մեթոդաբանությանը ծանոթացնել անձնակազմին։ Բացի այդ, եւս 20 խոշորացված համայնքում կիրականացվի կլիմայական ռիսկերի գնահատման աշխատանքներ, որոնք արդեն իսկ իրականացվել են 26 խոշորացված համայնքում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու կառուցողական հարաբերությունները, ընդլայնել անչափահասների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմի մշակման, աղետների ռիսկերի կառավարման ուղղությամբ համագործակցության ուղղությունները։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սառնախբյուր գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերում, օգտագործում եւ տանը պահում է թմրանյութ։ Մարտի 12-ին տղամարդը ձերբակալվեց եւ տեղափոխվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ տանը պահում է մեծ քանակի թմրանյութ եւ պատրաստ է այն ներկայացնել։ Արտիկի եւ Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 59-ամյա տղամարդու տան տարբեր հատվածներից հայտնաբերվել է ընդհանուր մոտ 1 կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված, կանեփի սերմ եւ կանեփի ցողուններ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մուղնիի 7-րդ թաղամասի բնակիչ 65-ամյա տղամարդը տանը եւ քիչ շինություններում ապօրինի պահում եւ օգտագործում է թմրանյութ։ Փետրվարի 27-ին ժամը 18:45-ին 65-ամյա տղամարդը ձերբակալվեց եւ տեղափոխվեց աշտարակի բաժին։ Նա չժխտեց, որ տնամերձողամասում աճեցրել է կանեփ ու տանը ապօրինի պահում է թմրանյութ անձամբ օգտագործելու համար։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված խուզարկությամբ նրա տան օժանդակ շինությունում գորգի տակ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ։ Նմանատիպ մյուս տեղեկությունը աշտարակի համայնքային ոստիկանները իրացրին մարտի 6-ին։ Այդ օրը ժամը 9:15-ին Ուշի գյուղի իր տան մոտ թմրանյութ ապօրինի պահելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալվեց եւ աշտարակի բաժնին տեղափոխվեց 48-ամյա մի տղամարդ։ Նա եւս ընդունեց, որ տանը ունի թմրանյութ։ Քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ընթացքում տղամարդը նկուղից ներկայացրեց մոտ 8 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ արդեն հաջորդ օրը կատարված խուզարկությամբ նրա տանը կից օժանդակ շինությունում հայտնաբերվեց արկղ լցված 391 գրամ կանեփանման զանգվածով։ Թմրանյութ ապօրինի պահելու եւ օգտագործելու մասին հաջորդ տեղեկությունն իրացնելու նպատակով աշտարակի համայնքային ոստիկանները կրկին մեկնեցին Մուղնի։ Մարտի 13-ի առավոտյան իր փաստացի բնակության վայրում 68-ամյա տղամարդը ձերբակալվեց եւ տեղափոխվեց համայնքային ոստիկանության աշտարակի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 20 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ է, որն ինքն է մշակել ու պատրաստել անձամբ օգտագործելու համար։ Այս դեպքում եւս նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ թմրամոլության դեմ ոստիկանության պայքարը շարունակվում է։ 2025 թվականի մարտի 17-ին ժամը 16:46-ին ահազանգ է ստացվել, որ Լուսաձոր գետահովիտ բնակավայրերի վարչական սահմանում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն կազմակերպվել է համապատասխան արձագանքում, դեպքի վայր են մեկնել Տավուշի մարզային փրկարարական ստորաբաժանումներից 4 մարտական հաշվար, 1 օպերատիվ խումբ եւ Քաղաքացիական պաշտպանության վարչության Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի անձնակազմը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում հայտարարվել է անձնակազմի հավաք։ Դեպքի վայրում իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով օդային հետախուզություն, որը հնարավորություն է տվել ստանալ ծավալուն եւ հստակ պատկեր հրդեհի տարածման եւ օջախների մասին։
Պարզվել է, որ երկու օջախներով այրվում է մոտ 30 հեկտար բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքները կենտրոնացվել են երկու հիմնական տեղամասերում՝ Բլրի գագաթին եւ Ստորոտում, որտեղ իրականացվել են ինտենսիվ եւ համակարգված աշխատանքներ կրակի տարածման կանխարգելման նպատակով։ Տեղանքի բարդ ռելիեֆի եւ որոշ հատվածներում մոտեցման ուղիների բացակայության պայմաններում փրկարարները ստիպված են եղել հրդեհի օջախներին հասնելու համար դժվար անցանելի հատվածներն անցնել ոտքով, որտեղ տեխնիկայի մուտքն անհնար էր։ Միաժամանակ առավել նպաստավոր եւ հասանելի հատվածներում, որտեղ տեղանքի պայմանները թույլ են տվել, կիրառվել է բարձր անցանելիություն ունեցող տեխնիկա։ Հրդեհի դեմ արդյունավետ պայքարելու նպատակով արձագանքմանը ներգրավվել է նաև Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի մարզային եւ Երևան քաղաքի փրկարարական վարչությունների, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 80 փրկարարական ծառայող։ Հրդեհաշիջման աշխատանքներին տեղում հետևել են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուրյանը եւ տնօրենի տեղակալները։ Աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 120 փրկարարական ծառայող եւ 25 միավոր տեխնիկա, որից 10 հիմնական, 15-ը հատուկ եւ օժանդակ։ Աշխատանքներին մասնակցել են նաև էկոպարեկային ծառայության 13 աշխատակից եւ բնակավայրի 8 բնակիչ։ Հրդեհաշիջման երկու տեղամասերում հաջողվել է մարել 125 տխացող օջախ։ Ծավալուն օպերատիվ գործողությունների արդյունքում մարտի 19-ին ժամը 10:14-ին Հրշեջ փրկարարներին հաջողվել է կանխել կրակի հետագա տարածումը եւ մարել հրդեհը։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության շրջի գրասենյակները մարտի 20-ին ժամը 11:30-ից 15:30-ը ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում Մեհեր Բկրչյանի անվան մշակույթի պալատի հարևանությամբ, Լոռու մարզի Թումանյան համայնքում Թումանյան քաղաքի երկրորդ փողոցում։ Մարտի 21-ին ժամը 10-ից 16-ը ծառայություններ կմատուցվեն Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում նախկին կինոյի տան հարևանությամբ, Լոռու մարզի Աղթալա համայնքում Աղթալայի կենտրոնական հրապարակում։ Իսկ մարտի 28-ին շրջիկ ծառայության մեքենաները կրկին կլինեն նույն վայրերում ընդունված դիմումների հիման վրա թողարկված փաստաթղթերը տրամադրելու համար։ Ծառայություններից օգտվելու համար այլևս մոտակա գրասենյակ այցելելու կարիք չկա։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տիրույթում կիրականացվի անձնագրի փոխանակում, հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքի տրամադրում, հաշվառման տեղեկանքի տրամադրում, ժամանակավոր պաշտպանության վկայականի տրամադրում, փոխանակում, հաշվառումից հանում, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունում, անձնագրերի մասին տեղեկանքի դիմումների ընդունում, խորհրդատվության տրամադրում, հաշվառման քննական բաժինների տիրույթում, վարորդական իրավունքի վկայականի փոխանակում կամ կորստյան դեպքում նորի տրամադրում, սեփականության վկայականի փոխանակում կամ կորստյան դեպքում նորի տրամադրում, հաշվառման վկայագրի փոխանակում կամ կորստյան դեպքում նորի տրամադրում, հաշվառման վկայագրում անձնագրային տվյալների փոփոխություն, կիրականացվի նաև տրանսպորտային միջոցի խոտանում, հաշվառման ժամանակավոր կասեցում, սահմանափակումների մասին տեղեկանքի տրամադրում։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարությունը գործարկել է elections.mia.gov.am հարթակը, որտեղ 2025 թվականի մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա թիմ ընտրությունների ընտրողների տվյալները։ Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել իրենց տվյալները։ Մարտի 30-ին կայանալիք ընտրություններին Շիրակի մարզի Գյումրի եւ Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժնում կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ 3003-2025 ընտրողների ռեգիստր եւ ընտրողների ցուցակներ բաժիններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ ընտրողների ռեգիստրի որոնմամբ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն։
Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։